Հրիփսիմե Ջեբեջյան, Տրիբյունայեմ, պարոն Քոչարյան, ձեզ Բորիս Մուրազին հնարավորություն տվեց, որ դուք խոսեք նաև ձեր սխալների մասին, բայց ողջ ասուլիսի ընթացքում դուք չնշեցիք որևէ սխալ, որ իրականացվել է ձեր իշխանության ժամանակ, դուք խոսեցիք երկու հիմնական մեղադրանք կա, հա, ձեր հասցեին, խոսեցիք ընտրակեղծարարության մեղադրանքի մասին, երկրորդ մեղադրանքը, եթե բլոկավոր եմ, հա, իմ հարցերը, 3 հարց ունեմ, հարց անցյալից, հարց ներկայից եւ հարց ապագայից, անցյալի հետ կապված կա մեղադրանք, որ ձեր իշխանության ժամանակ տեղի են ունեցել աղմկահարույց քաղաքական սպանություններ, ձեր ձեռքերը արյունոտ են եւ մասնակցություն ունեք դրա մեջ, ես կուզենամ սպառիչ պատասխան տակ դրեն, մասնավորապես Խորխորունու սպանությունը, մասնավորապես Արծրուն Մարգարյան ներքին գործերի փոխնախարար, որը ինքնասպանության ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն էր գործել, բայց երկու կրակոցով գլխի շրջանում եւ սրտի շրջանում կասկածներ կար։ Շահեն Հովսափյան, Տիգրան Նաղդալյան շատ են այս դեպքերը, ընդհանուր եթե վերցնենք մի բանի մեջ քաղաքական սպանություններ, ինչ առնչություն դուք ունեք այդ սպանությունների հետ, արդյոք որևէ կապ ունեք թե չէ։ Հարց ներկայից դուք դատի եք տվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ասել էր, որ դուք կաշառակեր եք։ Ասել էր սրանից հետո ձեզ դիմելու եմ կաշառակեր եւ այլն դատի եք տվել։ Դուք դատի եք տվել նաեւ 2018-ին Փաշինյանին, բայց ձեր հայցը հետ վերցրեցիք, որովհետեւ պայմանավորվածության եկաք, որ փաստաբանը ասել էր, որ կասեմ, որ նկատի ենք ունեցել սահմանադրական նորմը ոչ թե Քոչարյանի սպանությունների հետ էր կապված էլի մեղադրանքը 18-ին։ Հիմա պատրաստվում եք այս անգամ էլ նման պայմանավորվածության գնալ դատարանում եւ հետ վերցնել հայցը, թե գնալու եք մինչեւ վերջ։ Եվ հարց ապագայից շատ խոսվեց այդ մասին, բայց սպառիչ պատասխան ես կուզենամ լսել ընտրությունների հետ կապված։ Փաշինյանն ասում է, որ 26-ին իրենց թիմից ասում են 50+ ձայն են ունենալու, ձեր քաղաքական լեզուները կտրելու են, որևէ շանս չունեք ընտրվելու։ Իր ձեռքի տակ կա Վահագն Հովակիմյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր ձեռքի տակ կան վարչական լծակները, որտեղից ձեզ այդ վստահությունը, որ այս անգամ չի կրկնվելու 21-ը, որովհետև 21-ին էլ կար վստահություն, որ քոքը մաշեցվելու է, որ վերջ եք տալու, չեղավ, չստացվեց։ Հիմա որտեղ երաշխիք կա, որ 26-ին էլի կոտրած տաշտակի առաջ չի կանգնելու ընդդիմադիր հատվածը։ Շնորհակալ եմ։ Լավ, ուրեմն սկսենք նրանից, որ Բորիս Մուրազին այդպիսի բան չի ասել։ Բորիս Մուրազին մի րոպե։ Բորիս Մուրազին ասել է հետևյալը. ոչ թե հիմա, այլ հետագայում մի առիթ գտնեք ձեր ժամանակահատը, ճիշտ է։ Դուք սենց հետևականորեն ինձ փորձում եք զրպարտել, մեկ մեծ հարցով, մեկ փոքր հարցով, բայց Բորիս Մուրազին մեր աչքի առաջ ասած ինքը այդպիսի բան չի ասել։ Բայց ես իր խորհուրդը լսելու եմ եւ հետագայում նաև թերություններից կխոսանք։ Հիմա սպանությունների մասին։ Ես ուզում եմ մի բան մենք հստակեցնենք։ Ինչ եք դուք հասկանում քաղաքական սպանության տակ։ Դուք օգտագործել եք քաղաքական սպանություն։ Ինչ է նշանակում քաղաքական սպանություն, իսկ կարող եք ասել։ Աղմկահարույց, օքեյ, քաղաքականը եւ աղմկահարույցը իրարից տարբերվում են, թե ոչ։ Ես կավելացնեմ Տիգրան Նաղդալյանի սպանությունը։ Այսա քաղաքական էր։ Սա քաղաքական էր։ Եվ բացահայտված է։ Հիմա եւ Խորխորունին, եւ դուք մի քանի բան ասացիք, ոչ մեկը քաղաքականությամբ չի զբաղվել։ Ծառայել են կամ պաշտպանության նախարարությունում, կամ ոստիկանությունում։ Անդիմադիր չէին, քաղաքականության չէին զբաղվում։ Սա անվանել քաղաքական սպանություն շատ կներեք։ Ուղղակի սպանությունը այո, որը չի բացահայտվել, շատ վատ է, որ չի բացահայտվել։ Բայց դա կապել, իմ սենց ասեմ, ես գերագույն գլխավոր հրամանատարն էի։ Պաշտպանության նախարարի, եթե չեն սխալվում, տեղակալ էր, չէ, Խորխորին, հա։ Տեղակալը սպանվում է, եւ դուք ասում եք դուք կապ ունեք սրա հետ, թե չէ։ Դե Խորխորինի ձեռ չտար գործից կազատ էի։ Կավարտել։ Մարդ քաղաքականությամբ չէր զբաղվում։
Միջև էլ ոստիկանությունը մեր աշխ։ Դրա համար նայեք, հարց տալու ձևը արդեն այդ հարցի բովանդակության վրա ոնց որ ուզում եք որոշակի ուղղորդում տակ, չի ստացվում։ Իսկապես չի ստացվում։ Մի փորձեք այդ ուղղորդումը տալ, որովհետև դուք ըստ էության փորձում եք այդ թեզը շրջանառության մեջ պահել։ Այդ երկու սպանությունը այո աղմկահարույց է։ Նաև ասեմ կառավարության վերահսկողության ծառայության պետը իր բանում պատիեզդում հա նռնակ հա բայց սա կոնկրետ հանրապետական կուսակցության թիմի ակտիվ անդամ էր հանրապետական կուսակցությունը իշխանություն էր այն ժամանակ ու դա համար էր քաղաքական սպանություն լավ ու դրա հետ փորձել կապել որը ինձ իսկ դուք համարում եք որ ընդհանրապես աշխարհում բոլոր հանցագործությունները բացահայտվում են բայց բան չկա լավ շատ վատավոր չի բացահայտվել, բայց դա կապել քաղաքականության հետ ընդհանրապես աղերս չունեցող սպանությունը ենթատեքստով կապել իմ հետ, լավ խիղճ չունեք դուք։ Այդ աստիճանի Նիկոլ եք, տենց չի էլ շատ կներեք, բայց կապ չունի։ Դրա համար Սա երկրորդ հարցը եւ երրորդ հարցը ինչ էր երրորդ հարցը արդեն բանը նայ ընտրությունների մասին արդեն խոսք գնաց ընտրությունների մասին դուք ասում եք կարող եք կոտրած տաշտակի առաջ կանել ես ուղղակի քանի անգամ ասացի եւ կկրկնեմ այսօրվա սոցիոլոգիան ասում է որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր գրեթե չունի։ Կարող է բան փոխվել, կարող է։ Եթե բնակչության մի մեծ մասը այդ դատարկ թղթին խաղաղության մասին, օրինակ, սկսի հավատալ։ Մեր գործը նա է, որ դա թույլ չտալ։ Եվ դրանով ակտիվ զբաղված է։ Եվ ես, եւ մեր թիմը, եւ ես տեսնում եմ նաեւ բավական ակտիվ մյուս դաշտի մեջ ակտիվ ընդդիմադիրները զբաղվում են։ Նաև փոքր կուսակցությունների ներկայացուցիչները, ես ասեմ, բավական լավ հետաքրքիր հարցազրույցներ բան տալիս են։ Մենք պետք է փորձենք փոխել։ Եթե դուք եք այն կարծիքին, որ պետք է այդ ուղղությամբ աշխատել, ուղղակի իմ կոչը նաև ձեզ, դուք ձեր լումման ներդնեք այս գործին, ինչքան որ կարողանում եք։ Ու չմտածել, որ լրատվամիջոցը, ասենց ասեմ, լրիվ նեյտրալ լրատվամիջոց քիչ ալնում, ինչ որ մի կարծիք է ձևավորում իրադարձության վերաբերյալ եւ այդ լրատվամիջոցը կարող է այս կամ այն կարծիքին հարից, սա նորմալ է։ Ոքի ուրիշ ձև նաեւ աշխարհում չկա։